Երևանում նախատեսվող Աջափնյակ մետրոյի կայարանի հալոք տարածքում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքաշինական ներդրումային ծրագիր է մշակվել եւ համապատասխան մրցույթ անցկացվել։ Փետրվարի 23-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը տեղեկացրեց, որ նախավորակավորման փուլում մասնակցության հայտ է ներկայացրել 7 միջազգային եւ տեղական ընկերություն, որոնցից 2-ը որակավորվել են, իսկ առաջարկների ամբողջական ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մարտի 3-ը։ Երկփուլ մրցույթ է կայացել, նախավորակավորման փուլի ընթացքում դիմել են թվով 7 միջազգային եւ տեղական ընկերություններ, 2-ը որակավորվել են, արդեն ուղարկել ենք, որպեսզի առաջարկներ ամբողջական ներկայացնեն եւ մարտի 3-ին վերջնաժամկետն է առաջարկների ներկայացման, դրանից հետո արդեն կամփոփենք վերջնական տեղ առաջադրանք, բանակցություններ եւ պայմանագրի կնքում մենք ակնկալում ենք, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ մրցույթից ակնկալվող առաջարկները պետք է ներառեն ոչ միայն քաղաքաշինական հայեցակարգային լուծումներ, այլև ներդրումային մոդել, հաշվարկներով ու տնտեսական հիմնավորմամբ, որպիսի հնարավոր լինի ձևավորել ներդրումային փաթեթ, հողի արժեքի եւ բիզնես քեյսի գնահատմամբ։ Աջափնյակի կայարանի կառուցման հատվածում մենք ունենանք մի որոշակի կամ բիզնես կենտրոն կամ այն ինչ որ այս ընկերություններից մեկը, որը կհաղթի կառաջարկի, որը ֆինանսապես բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի եւ որոշակիորեն նաեւ կմեղմի այն ծախսերը, որը իրականացնելու են կայարանի կառուցման համար։ Նիստում անդրադարձ է եղել նաև մայրաքաղաքում առանց թույլտվության տեղադրված ինքնասպասարկման սարքավորումների գրանցման ընթացքին։ Տիգրան Ավինյանի խոսքով 468 սարքավորում մինչև այս պահը գրանցում չի ստացել։ Ընդամենը 468 սարքավորում է մնացել, հարգելի գործընկերներ, ովքեր դեռևս գրանցում չեն ստացել, բայց արդեն շատ ժամանակ անցավ կարծում եմ, եւ եթե ասենք մարտ ամսվա ընթացքում էլ վերջնական չի լուծվում, պետք է խնդրեմ արդեն պարոն Բաբայանը իր թիմով գնա եւ հավաքի այդ բոլոր սարքավորումները եւ արգրավի տանի միտեղ պահի վերջ ստումա տենց էլ սենց կամփոփենք ամբողջական այս պատմությունը, չնայած որ ունենք 2202 գրանցված սարքավորումներ եւ սիրելի երևանցիներ, ուզում եմ իմանալ, որ ամսական Երևանի բյուջե մտնում է 42 միլիոն 358 դրամ միայն այս սարքավորումներից։ Քաղաքապետարանն առաջիկայում նախատեսում է սկսել նաև Երևանում ֆուտբոլի 16 բացօթյա դաշտերի շինարարությունը։ Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանի տեղեկացմամբ 16 դաշտերի նախագծման մրցույթը կայացել է եւ քաղաքապետարանը մոտ ժամանակներում կանցնի շինարարական փուլին։ Նա ներկայացրել է նաև դպրոցական մարզադահլիճների ծրագրերի ընթացքը, նշելով, որ մի մասը նախագծման ավարտական փուլում է, մյուսը նախագծման ընթացքի մեջ։ Թևոսյանի փոխանցմամբ նախորդ տարվա ծրագրերով հիմնովին նորոգվել եւ մարզագույքով համալրվել է Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը։ Ունենք նախագծման ավարտման փուլում 3 եւ 2-ը նախագծման փուլում ֆիզկուլտուրայի դահլիճի դպրոցների ֆիզկուլտուրայի դահլիճների մասով եւ ունենք եւս 16 ֆուտբոլի դաշտերի նախագծման ընթացք, մրցույթները բոլորը կայացել են եւ պլանավորում ենք շուտով արդեն հասնել շինարարության։ Նիստում քաղաքապետն անդրադարձել է նաև Կոմիտասի Պողոտայի բարեկարգման նախագծին։ Ավինյանը շեշտել է, հողային շերտը պարզապես ազատ թողնելն ընդունելի չէ, եթե չեն տրվում թփային կամ կանաչապատման տրամաբանված լուծումներ։ Ըստ նախագծի Կոմիտաս փողոցի բոլոր մայթերը հիմնանորոգվում են, լարերը անցկացվում են գետնի տակ, բոլոր կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են։ Նիստում զեկուցվել է նաև տրանսպորտի շահագործման ցուցանիշների եւ տոմսային համակարգի վավերացումների մասին, ինչի մասով քաղաքապետը շեշտել է, վճարումների նկատմամբ վերահսկողության խստացման քաղաքականությունը պետք է շարունակվի։ Ես առաջարկում եմ վերահսկողությունը որոշակի ինտենսիվությամբ փորձաքննություններ իրականացնի, տարբեր աշխատանքներ, որպեսզի հասկանանք որակը ինչպես է տեղի ունենում, այտենց առաջին հայացքից հիմնական փողոցների վրա ոնց որ թե խնդիր շատ չենք ունենում, բայց այնուամենայնիվ նաև տարածված տեսանյութերով, այդ 1-2 դեպքով տենց տարածվում է, որ սա ամբողջ քաղաքում անորակ ասֆալտապատում է արվում։
1-2 դեպքով է տենց լինում, պարոն Սևոյան, ինչա ձեր մարդիկ այնտեղ կանգնած չեն լինում։ Ինչ անենք, հələ մի հատ ասեք, էլի, ասեք իմանամ, կարող է ինչ-որ սխալ ենք անում, կարող է դուք չպետք է անեք, միգուցե պարոն Սևոյան, այդ ծավալն էլ տեղափոխենք։ Չէ, պարոն քաղաքապետ, ուղղակի աշխատանք առանց կազմակերպելու համար, որպեսզի շուտ հասնենք փոխհարցումությանը, երկու տեղով եք աշխատանքները սկսել։ Ախր պարոն Սևոյան, այդ երկու տեղով որ սկսել եք, հիմա երկու տեղով էլ եթե անորակ եք անելու, եթե երկու տեղով է խնդիր լինելու տարվա վերջը, այդ իմաստ է այդ սկսելու, այդ փողը ծախսելու։ Պարոն քաղաքապետ, իմ ներկա եղած ժամանակ այնտեղ մարդիկ բիտումը լցրել են ու ավելի շատ։ Հենց խնդիրը այդտեղ է, որ ձեր ներկա եղած ժամանակ այնտեղ, եւ որ դուք ներկա չէիք փաստացի, մենք տեսնում ենք, որ չեն լցրել։ Փաստ տեսնում ենք։ Փաստ դա տեսնում ենք։ Պարոն Մարգարյան, խնդրում եմ բոլոր արվող աշխատանքներից տարբեր հատվածներից փորձանմուշներ վերցնել ու փորձաքննություն իրականացնել։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մայրաքաղաքում փոսալեցման աշխատանքների ընթացքն ու որակի վերահսկողությունը։ Քաղաքապետը պահանջել է ուժեղացնել վերահսկողությունը տարբեր հատվածներից փորձանմուշներ վերցնելու եւ փորձաքննություն իրականացնելու միջոցով, որպիսի բացառվեն անորակ աշխատանքների դեպքերը։ Այնուամենայնիվ մեր որդեգրած քաղաքականությունը խստացման ուղղությամբ պետք է շարունակենք, այսինքն վճարումների նկատմամբ խստացված վերահսկողության ուղղությամբ։ Նիստում Ավինյանը տեղեկացրել է նաև նոր նշանակման մասին։ Արտյոմ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։